Համաձայն եք Փաշինյանի հետ, որ Հայաստանում աճեցվող ձուկը վատն է։ Փաշինյան կթողի քանի ստաբը քիլ կապել եք Փաշինյան։ Չգիտեմ բալա ես։ Տոս չածածա մեր ձուկը։ Չէ, ես համաձայն չեմ, մեր ձուկը ընտիր ձուկա։ Դες շփոթեցի։ Ոչ։ Ես պոլիտիկայով չեմ զբաղվում։ Հերույ եմ կներեք քաղաքականությունից։ Ոչ։ Չէ, նորմալ վիճակում։ Չէ, կարծում։ Համաձայն եք Փաշինյանի մտքի հետ, որ Հայաստանում աճեցվող Լրիվ համաձայն եմ Փաշինյանի մտքի։ Իհարկե համաձայն Փաշինյանը։ Իսկ ինչու եք համաձայն, անձամբ ձուկը գնել եք, Չէ, լավ բաներ շատ արել։ Իսկ անցյալը ինչ են արել որ։ Չէ, հիմա նկատի ունեմ։ Հիմա նորմալ է, ամեն ինչ նորմալ է, խաղաղան։ Երկը ուշում ամեն ինչ լավ է։ Չէ, Վաճով ասեց, որ վատ է, ինքն կյանքում չի ասել այս բան, որ վատն է։ Այլ պրոստո պետք է արդեն ստանդարտի բերվի, ոնց որ ասում են, սառեցվի, ինչ պայմաններով, հրավիրել մասնագետներին, որ գան տեսնեն ինչ են կերակրում, ոնց են կերակրում։ Ամեն մի երկիր իր ստանդարտն է, Եվրոմիությունն էլ իր ստանդարտներ ունի։ Ամեն ինչ չես կարող կերակրես։ Դες որ նորմալ ամեն ինչ։ Այո։ Օգտվում եք ընդհանրապես ձուկից։ Չէ։ Բայց ինչու եք այդպես կարծում։ Որովհետև ինքն էլ ասում, որ քանի տարի է ես այդ աճեցրած ձուկը չեմ ուտում, որովհետև բացում է, սենց յուղը վրից գնում է։ Անվորակ ձկներ են, որովհետև անվորակ կեր է։ Նույն է կատնամթերքի մասին է խոսքը։ Նույն է բանջարեղենի մասին է խոսքը։ Հենց այնպես չի, որ Ռուսաստանը չի ընդունում, որովհետև ստե լաբորատորիա չկա, չեն ստուգում։ Ինչ քիմիկատներ ասես, տալիս են, լոլիկը կտրում ես, մեջը սպիտակ է։ Իսկ Ռուսաստանը ղեկավարը ուզում է, որ իր ժողովուրդը առողջ լինի։ Համաձայն եք Փաշինյանի այն մտքի հետ, որ Հայաստանում աճեցվող ձուկը վատն է։ Ախմախություն։ Ժամանակ եղավ, որ հենց այդ ձուկը, այդ ձկները եւ աճեցրած եւ մյուսը մեր երկիրը մեր ժողովրդին պահեց։ Հիշում եք, հիմա շատ է հորացել, որ անգամ ես բան ձուկ չեմ ուտում, իհարկե չես ուտի։ Դու պերաժկի կուտես, չգիտես ինչ կուտես, որ բոլորին հարիր չի նախագահին։ Հիմա նման բաներ անում։ Հասկացա։ Բոլորովին ճիշտ չի մեթոդը ջանկս։ Շատ լավ է ասում, որ հարկավոր է մտածել, ինչ անել, որ ավելի լավ լինի եւ քո ժողովրդի համար օգտագործես այդ ձուկը, ոնց աճեցնես, ինչ օգտագործես եւ այլն, ամեն ինչ հաշվի առնես, ինչքան ջուր ես օգտագործում, ինչ էներգիա եւ այլն, շատ ճիշտ է մտահղացումը։ Եվ ուղարկելուց ինչ բաներ են արդեն առաջանում, խնդիրներ, այդ ամեն ինչը վերացնելու համար մտածել հարկավոր է, փոփոխություն անպայման հարկավոր է, ամեն տեղ փոփոխություն։ Իրա գլխում էլ հարկավոր է փոփոխություն։